Սպասում եմ։ Եվ Ֆ շատ ծիծաղալու էր տղաներ։ Էլ ինչի ես չգիտեմ, որ դու ստեղ ես։ Կիսան է հավատա։ Դու ելն ես։ Չէ, ես Արտեմն եմ։ Լավ է դեպքում ես կասեմ։ Հավա ճիշտ է, ես էլ էլը չեմ, հա։ Արնո, ինչի ես միջև է ժամը ստեղ մնացել։ Յովիկ մի բան արեք դարձի, չքավ։ Լովիկ, փաստորեն ելն է ես առավոտյան դպրոցում։ Յա, մամ ջան, լավ ես, ես էլ եմ լավ։ Էս Գիսանեն է մեր դասանի ավագը, ես էլ Գիսանեի փոքր աղբերն է Արտեմը, մի հրաշք ընտանիք մի խոսքով, իրանք էլ են լավ։ Ես էլ Սոնան եմ, Արնոյի մաման եմ։ Ես էլ եմ լավ երեխեք ջան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բա ինչ եք այստեղ հավաքվել։ Ինչ երեխեքին տուն չես հրավիրում։ Ոյ, չէ, մյուս անգամ մենք արդեն պիտի գնանք։ Արտեմ։ Բարև ձեզ, ցտեսություն։ Դե խոսա Արտեմ։ Չգիտեմ ինչ պիտի ասես, որ քեզ արդարացնեմ։ Բանը, բայց այդտեղ Հա, հենց տեղ ու հենց հիմա, որ չհասցնես մի բան հորինես։ շնորհակալություն Գիսանե ջան։ Ինչ ես խոսում, ինչ նայակալություն։ Դե կոմպլիմենտի համար։ Քո կարծիքով ես նենց երևակայություն ունեմ, որ ճանապարհին պետքա սուտ հորինեի։ Չէ, ինչ կա էդ էլ ասելու եմ։ Ամել էլի միտքն ա եղել ոչ մեկին չասելը։ Լավ, արի գնանք ճանապարհին կբացատրես, թե ոնց ա ելը հայտնվել այստեղ։ Գնացինք։ Արնո, դե մի հատ ասա տեսնեմ ես ինչ հաշիվ էր։ Թե 7-ով ինտերը Բարսային կրեց։ Ինչ։ Ուզում եմ ասեմ, ֆուտբոլով ես Արտեմիկին ինտերով Բարսային կրեցի էլի։ Բայց բացի Արտեմիկից այստեղ էլի մարդ կար։ Հա որ։ Դե Արնո, լրջացի մի հատ։ Գիսանեի հետ ես։ Ինքը հեչ եկել էր դասի տեղ էր հարցնում։ Գիսանեն քեզանից։ Գիսանեն ձեր դասանի ավակն է։ Ինչ անենք, ինքը ավակն է, ես ավակ լեյտենանտն եմ։ Լավ, չես ուզում ասես մի ասա։ Մեկ այս արդեն ամեն ինչ հասկացել եմ։ Ինչ ես հասկացել։ Որ հավանում ես այդ աղջկան։ Ու հիմա անկապ բաներ ես խոսում։ Ման ավելի աղբոր պես։ Ուրեմն ես չեմ տեսնում այդ տղա։ Լավ կամաց։ 1000 ու մի ականջ կա կարա լսի։ Բայց ստեղ ինձանից ու քեզանից բացի ուրիշ մարդ չկա։ Ուրիշ մարդը չգիտեմ, բայց այ Ման խնդրում եմ էլի արի գնանք հոգնած մեռնում եմ։ Ոնց ասես տղես, գնացինք։ Էլ Արտեմն է։ Լովիկ, Արտեմիկն է։ Արտեմ, ինչ է պատահել, ինչու ես եկել, քեզ կարող էի տեսնել։ Կարևորը քեզ չեն տեսել։ Գիսանեն իմացել է քո մասին։ Դե դա պարզ է, չէ որ նա մեզ տեսա։ Հա, բայց նեղացել է։ Դրա համար պատմել եմ, սկսած քո ոչ ցանկալի ամուսնությունից, վերջացրած ոչ ցանկալի Արնոյի շանտաժով։ Արտեմ, իսկ դու նրան բացատրեցիր, որ մենք նրան ոչինչ չենք պատմել իմ մասին, որովհետեւ չվտանգենք նրա կյանքը։ Հա, բայց մեկը նեղացել է։ Լավ, մնամյայն որ եղբայրս մեզ այստեղ չգտնի ու որևիցե մեկին չուղարկի։ Արտեմ, ես վաղը կգնամ ու կխոսեմ Գիսանեի հետ։ Այս ինչ դավադրություններ եք մեր գիշեր հետևում կազմակերպում։ Կամ դու խես ստեղ։ Չլինի քեզ տնից հանել լարել են։ Չնայած ես էլ տենց կանեի։ Արնո, Արտեմը Գիսանեին պատմել է ողջ ճշմարտությունը։ Ինչի Գիսանը նոր է իմանում, որ Արտեմը բկլիկի մեկն է։ Կատակելու ժամանակը չէ։ Գիսանեն գիտի, որ դու շանտաժով քո փոխարեն ինձ ես ուղարկում դպրոց։ Այս մեկը հեշտ խնդալու չէր։ Բայց ես չէի պատրաստվում կատակել։ Բդուխ ես ասել։ Այսինքն, դու որ մարդկան շահագործում ես այդ հետ, ես որ իմ քրոջ հետ անկեղծանում եմ այդ մեջ։ Բայց ես ոչ մի մարդու հետ չեմ շահագործում։ Լավ հասկացար ես ինչ եմ ասում։ Լավ, ես վաղ կգնամ դպրոցը սա հարցերը տեղը կգցեմ։ Մնում եմ ինչև էդ ատամից հարցը տեղը գցեմ։ Լովիկ, ես կարող է դառնալ ատամնա, որ ես ատամից մի բան անենք, մի բան։ Իհարկե դու։ Բայց
կարող եմ խորհուրդ տալ, թե ինչ անել, որպեսզի նման վիճակում չհայտնվես։ Մոտավոր ոնց որ հասկանում եմ ինչ ես ասելու։ Իսկ ես հստակ գիտեմ, գնալու են գիտապտույտ։ Դե ինչ, պատրաստ եք։ Պատրաստ եմ։ Գնացին։ Այսօր ես բերել մեզ։ Մենք գտնվում ենք մարդու բերանի խորոչում։ Հուսամ ծարավ մարդու բերանի խորոչ չի, թե չէ որ ջուր խմեց մեր գիտապտույտը տեղափոխվելու է Ստամոքս։ Մի մոռացեք, որ սա անիմացիոն աշխարհ է եւ ոչինչից վախենալ պետք չէ։ Տենց մի ասա, ես օրինակ Արտեմի թեկուս անիմացիոն բերանի խորոչում չէի ուզենա հայտնվել։ Իսկ կարող ենք անցնել արդեն բուն գիտապտույտին։ Իհարկե, մարդու բերանի խորոչը բաղկացած է ատամներից, որոնք օգնում են կերակուրը ծամելուն, լեզվից, որը պատասխանատու է հանի զգացողությանը եւ խոսքի համար, լնդերից, որոնք պաշտպանում են ատամները եւ պահպանում բերանի հյուսվածքների առողջությունը, եւ թեքագեղձերից։ Բա ուր է լեզուն։ Մենք լեզվի վրա ենք։ Ես ինձ ավելի շուտ լուսնի վրա կպատկերացնեի, քան մարդու լեզվի։ Բայց ատամներ ինչ վախենալու են մոտիկից։ Իրականում, ատամները շատ ավելին են, քան պարզապես կերակուր ծամելու համար նախատեսված ոսկրային գոյացություններ։ Դրանք օգնում են ճիշտ խոսել, պահպանել առողջությունը եւ ձևավորում են մեր ժպիտը։ Իսկ սա երեխայի բերանի խորոչ է, թե մեծահասակի։ Ուզում եմ հասկանամ սրանք կաթնատամներ են, թե մշտական։ Մշտական։ Հիմա հերթով պատմեմ ատամների տեսակների ու դերերի մասին։ Զգույշ չկծի։ Մարդու ատամնաշարը կազմված է առաջնային ատամներից, որոնք օգնում են կտրել սնունդը, ժանիքներից, որոնք ունեն սուր եզրեր եւ օգնում են պատռել սնունդը, կրծող ատամներից, որոնք օգտագործվում են սնունդը մանրացնելու համար։ Իդեպ, մարդու կաթնատամները սկսում են հայտնվել 6 ամսականից եւ փոխարինվում են մշտական ատամներով 6-ից 12 տարեկանում, իսկ իմաստության ատամները սովորաբար աճում են 17-ից 25 տարեկանում։ Որոշ մարդկանց մոտ դրանք չեն էլ աճում։ Իմաստության ատամը ո՞րն է։ Դու հանգիստ տեղի, այդ քեզ չի սպառնում։ Դու կարող ես քո ատամհատիկին օձ ես քաշել։ Ինչ ես անընդհատ թույնում։ Որովհետև դու քո ատամհատիկին անիմաստ հարցեր ես քաշել։ Այդ ինչից եք խոսում։ Ատամհատիկը ինչ է։ Ինչ։ Դու չգիտես ինչ է ատամհատիկը։ Ոչ թե չգիտեմ, այլ պատրաստված չեմ, որովհետև ատամի մասին տեղեկություններում ատամհատիկի մասին ոչինչ չկար գրած։ Դե արի պատմեմ։ Ուրեմն ատամհատիկը այն է, որ երբ երեխան իր առաջին ատամը հանում է, ողջ բարեկամությունը հավաքվում է։ Ու բոլորով արտասանում են. ատամ, ատամ, իմ կատնատամ, դու շուտ արի, գալդ բարի, իմ լավ ատամ, ես քեզ կտամ չամչով փլավ։ Արտեմ հանգստացի։ Մի խոսքով երեխայի դիմաց տարբեր իրեր են դնում, ու որ իրը, որ երեխան առաջինը ձեռք տվեց, դա խորհրդանշելու է նրա ապագա մասնագիտությունը։ Չհասկացա։ Օրինակ, եթե երեխան առաջինը ձեռնաշխտայ է քաշում, ուրեմն ոստիկան է դառնալու։ Եթե համակարգչային մկնիկ է քաշում, ուրեմն ծրագրավորող է դառնալու։ Հա, կարծում եմ հասկացա։ Հետաքրքիր է դու ինչ ես քաշել, Արտեմ։ Արտեմը տնեցիկին քաշել է ու ոչ մի բան չի քաշել։ Ու հիմա աննպատակ ու անորոշ ապրում է։ Էլջան, այդ ուղակի ավանդույթ է, իրականում ոչ ոք դրան լուրջ չի վերաբերվում։ Ոնց որ Առնոյի ասածներին։ Ատամհատիկին միգուցե լուրջ չեք վերաբերվում, բայց ատամներին պետք է լուրջ վերաբերվել։ Պարտադիր պետք է խնամել դրանք, այլապես դուք կարող եք լուրջ խնդիրների առջև կանգնել։ Լավ խնամելը ո՞րն է։ Օրը 2 անգամ լվանալը։ Այո, ու ոչ միայն, նաև պետք չէ չափից շատ քասրավենիք ու այնպիսի բաներ ուտել, որոնք վնասակար են ատամներին։ Չէ, չեղավ։ Նման բաներ Արտոյին մի ասա, անիմաստ է։ Չէ, դու հաստատ օձ ես քաշել ատամհատիկիդ։ Էլջան, աստղաթիրը կանչի էլի։ Ոնց հասկացա գիտապտույտը մոտեցավ իր ավարտին։ Ոնց ասեք։ Տեղը ճիշտ ես նշել։ Ժանիկից մի քիչ աճ չէ։ Որ մի քիչ էլ խոսաս, այստեղ ես մնալու։ Նես ես գիտապտույտից հետո ատամից ցավը անցավ, բայց ասածներից սրանից հետո հաշվի կառնեմ, իմ գիտապտույտ ենք։ Իմ գիտունոյդ ընկեր։ Ընկերների հետ տնջ չեմ վարվում։ Մութն ընկել է, ուշ է արդեն, աչիկներն են կոպանոգվում ես վերցրու, գնացիր քնելու, նանիկ անում, մի խոսքով ինչ ուզում ես արա, աշկի շեր չերևա, դավայ։ Երբ աղաք գնամ դպրոց կիսանեի հետ կխոսամ, դու կարաս մնաս այստեղ հանգստանես։ Բայց ես էլ եմ։ Քո փոխարեն էլ կխոսամ։
Քոփոխելին յոթությամբ։ Լովիկ։ Արտեմիկ։ Ես եմ։ Ախր Լովիկ ջան, քեզ այս Արտեմիկի մարմինը ընդհանրապես չի սազում է։ Դու սիրուն մինիատյուրնի կանաչ գլխով տղա ես։ Ես ցանկանում եմ քո հետ գալ դպրոց եւ տեսնել Գիսանեին։ Մի արա, որովհետև ես որ գնամ Գիսանեի հետ խոսելու, այնքան բարկացած է լինելու, որ իզուր տեղը ընկնելու ես ձախ ձեռքի տակ։ Կարծում ես նա ձախ ձեռքով կհարվածի։ Ես աչքիս հայ փոխաբերեմ բառարանա պետք։ Այս մեկն է մնացել։ Ով գտել է իրանն է։ Դու մի նորմալ բան կերպարանա փոխվի, մնա այստեղ հանգստացի։ Մենք էլ սպասենք այս ընտրություններն անցնի, տեսնենք ինչ ենք անում։ Գիսանե, կարաս այդ Արնոյին ասես վիդեոները ջնջի։ Եթե ես շուտ իմանայի, Արնոն այդ վիդեոները չէր էլ նկարի։ Լավ, արդեն նկարը վերջացրել է։ Դες ես էլի վրա եմ զարմանում։ Ոնց կարար իմ մոտ գալու փոխարեն քո մոտ գար։ Ինչի ես ում չեմ որ։ Լավ, խնդրում եմ Գիսանե, ասա թող այդ վիդեոները ջնջի, էլի, թե չէ որ ես ասեմ ուրիշ ձև կասեմ։ Ինչ ես տենց նայում։ Ունիկ վախեցա։ Չգիտեի, որ այստեղ ես։ Որովհետև այստեղ չէ միս մերի։ Օդում ճախրում եմ երջանկության թևերով։ Մի փոքր հեռու ճապրիր, լավ։ Միս մերի, ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ։ Նիկին Բադալյան, Բարի լույս ձեզ։ երբեք նման բարի լույս չէի ունեցել։ Կապուչինո։ Որթան կարմիր։ Բայց դա ինչ կապ ուներ։ Ես մտածեցի բառավերջի տարերով բառ ենք կազմում, բայց չէ, հա։ Լավ։ Գնամ գնդակներս փչեմ։ Սառն ես չի պատրաստում։ Հա։ Ինձ ես շոկից դուրս գալա պետք։ Բարև Գիսանե։ Ինչպես ես, լավ ես։ Ես էլ եմ լավ։ Լավ եմ Արնո։ Քեզ թվում է ես էլ ինչ էի ճանաչի։ Դե ես կարամ դեպքեր ասեմ, որ լավ էլ չես ճանաչել։ Ինչ ցինիկ ես դու Արնո։ Ցինիկը ո՞րն է։ Ես։ Կանալես։ Բայց այս մոդելն էլ է լավը։ Ոնց ես։ Ոնց պետք է լինեմ։ Ոնց որ Էրիկի իմ համար հեռախոս է ընտրում։ Հա։ Հա, լավն է, բայց գույնը աղջկա կանա։ Ես հո աղջկա համար չեմ ուզում, իմ համար եմ ուզում։ Գիսանե կարանք մի հատ խոսանք։ Ռիտա հեչ խոսացող ցինիկ տեսել էիր։ Երկար չի տևի, ընդամենը 2 բառ։ Ինչ էլ համառ ցինիկ է։ Երեխեք, նստեք։ Հուսամ չեք մոռացել, որ այսօր պիտի ինձ պատասխանեք կենսացին տարերի շրջապտույտի մասին։ Ով է պատասխանում։ Ես առաջարկում եմ Ենոքյան Արնոն պատասխանի, որովհետև նախորդ դասերին այնքան լավ պատասխանեց, որ բոլորիս մոտ ցանկություն առաջացավ կենսաբանական մասնագիտությամբ շարունակենք դպրոցից հետո։ Լավ, եթե դասարանի ավագն է առաջարկում, խնդրեմ Արնո պատասխանիր։ Կներեք, բայց այսօրվա դասին ես պատրաստ չեմ։ Ինչպես թե պատրաստ չեմ։ Քեզ ինչ եղավ։ Հեսակասի տատիկս էր մահացել։ Կամ էլ գյուղի բարեկամներն են եկել դասանելու տեղ չունեի։ Ունես սոս մնաս։ Հիմա պատասխանում ես, թե ոչ։ Թե ոչ։ Այսինքն չեմ պատասխանում։ Who will answer? Ենոքյան Արնո։ Arno, welcome. London is the capital of Great Britain. Table. I will not getting reading today. Sit down. Marker. Book. Sorry. Եթե չեմ սխալվում, ամենալավը քիմիայից Արնոն էր հասկանում։ Իրան հարցրեք։ Պատրաստ չեմ։ Ով կպատասխանի այսօրվա դասը։ Բնականաբար կպատասխանի մեր պարծանք ապագա Էյնշտեյն Արնո Ենոքյանը։ Ես մինուս։
Арно, а вот по-твоему, какие цвета нашел автор для создания портрета любимой? Чтобы ответить на этот вопрос, я сначала должна понять вопрос, да. Ոնց որ էլի փոխված լինի այդ տղան։ Չեմ հասկանում, ոնց կարա մարդ այդքան տարբեր լինի։ Յանաքյան Արնոյի մասին ես, չէ՞ խոսում։ Հա, ես էլ ուզում էի օլիմպիադա տանեի, բայց այսօր դասին երկու բառ չկարողացավ իրար հետևից կապել։ Ես էլ մի հոգի գիտեմ, որ օրը մեջ փոխվում է, դառնում է լրիվ ուրիշ մարդ։ Ո՞վ։ Աղջիկներ, ես որոշել եմ անցնել իմ հին ռեժիմին։ Իսկ դա նշանակում է, որ ձեր աշակերտները այլևս չեն բողոքի իմ դասերից։ Իսկ այդ ի՞նչն է քեզ ստիպել մտափոխվես օնի։ Ինչը չէ։ Ով։ Հա, լավ, հասկացա, Ադամյանը։ Այ տիկին։ Ադամյանը միայն ինձ հրահանգել է սպորտ դահլիճը կարգի բերեմ։ Այս մնացած հարցերում չեմ կարող ասել։ Խոսք եմ տվել չասել։ Դե իմ խոսքն էլ խոսք է։ Կիսանը խնդրում եմ, այս անգամ չընդհատես, էլի ես հասկանում եմ, իմ արածը անելու բան չէր, լավ արեցիր իմ դիմակը պատրեցիր դասերի ժամանակ, բայց ինչ անեմ, որ մեղքերս քավեմ, դու ինձ մենակ էդ ասա։ Բան էիր ասում։ Ոնց, ես փաստորեն մենախոսություն էի անում, այսքան ժամանակ չէի լսում ինձ։ Հա, ես նախընտրում եմ լսել բարձրակարգ երաժշտություն, ոչ թե ցածրակարգ շանտաժիստի։ Դե լավ էլի, ինչքան կարելի է կրկնել։ Ես հասկանում եմ, որ Լյովիկը քո համար շատ թանկ մարդ էր։ Ասում եմ Լյովիկը, էլը։ Դե բայց ես ես պրոբլեմ չէի սարքի, Գիսանե ջան։ Ուզում ես ասես ես եմ պրոբլեմ սարքել։ Հա, բայլով։ Ես քո տեղը լինեի, սա պրոբլեմ չէի անվանի, որովհետև դու ավելի մեծ պրոբլեմ ունես։ Դու այսօր դասարանում բոլորի առաջ Էրիկին ասացի, որ սուս մնա, իսկ Էրիկը ոնց հասկանում եմ, չի ցանկանում սուս մնալ։ Հիմա ինչ ես անելու։ Էլին ես ուղարկելու քո տեղը կռիվանի։ Արնիկ, ես գլուխը տելի քորա գալի։ Դպրոցի հետև Հանդերձարան։ Իդե, քանի որ մենք ժողովրդավար երկրում ենք, դու ունես վերջին խոսքի հնարավորություն։ Փախա։ Էս ռազմորկա մազբորկա եք անում, հա։ Չէ, Մանուկյան ստեղ ինգեր Կարող եք գիտեք ես ձեր տարիքին չեմ եղել նոր մեծացել, հա։ Հա որ։ Էդ ինչն ես կասկածում։ Քո տարիքին լինելու թե մեծանալու։ Գլուխդ կախի սիմպո։ Բայց ես ման չասեց։ Լավ։ Երկարացնում եք։ Բայց քանի որ ես այսօր Բարին Մանուկյան եմ, ձեզ մի շանս էլ կտամ։ Դու գիտեք որ դպրոցում կրվել է հավասարացող երազման։ Բայց մենք ընկեր Մանուկյան։ Լռեն։ Ասացի ձեզ մի շանս էլ կտամ։ Ոնց տեսնում եմ, կրկնությունը գիտության մայրն է։ Ուզում եմ ասել, լռությունը համաձայնության նշան է։ Գնացեք բարձրաճ։ Շուտ! Դու ինչ ես լուրջ կանգնել։ Այս զզվան կանոն աչքիս էլի մի բան արել է։ Ինչ արել որ։ Չգիտեմ ինչ արել, բայց հաստատ գիտեմ, որ հիմա իր պատճառով Այրիկը սպորտզալի 5 գույքը կրում։ Ոնց հասկացա, միջև Իրիկուն ստեղ են։ Ես էլ հույս ունեի Իրիկուն իր հետ տուն գնայի։ Արնոն էլ է իրանց հետ։ Դե հա, ինքը ու մի քանի տղա։ Ասում ես մինչև երեկո մնալու են, հա։ Հա, էլի։ Աչքիս Արնոյին ծեծելուց են եղել, Ադամյանը կամ Մանուկյանը բռնացրել են, հիմա էլ պատժում են խեղճի։ Գիսան է։ Էլ։
Էլ բացի գիսանենա։ Էլ Ողջույն Գիսանե։ ողջույն Էլ, բայց ես քեզնից դեռ նեղացած եմ։ Հասկանում եմ, բայց ուզում եմ ասել, Ոչինչ մի ասա։ Ինձ Արտեմը արդեն ամեն ինչ պատմել է։ Ուղղակի դու ինձ պիտի ասեիր, որ դու եկել ես։ Եթե ես իմանայի, դու հաստատ Առնոյի գերին չէիր դառնա։ այդ մասին չէի մտածել։ Ինչի կերպարանափոխվեցիր։ Ես քեզ ուզում էի գրկեի։ Հավատաս անհրաժեշտություն է։ Ամեն բայի կարող է տիկին Սոնան մտնել ներս։ Կամ էլ լավ, եթե ես չքվեցի։ Ինչպես ես տիկին Սոնային բացատրելու, թե ինչ գործ ունես այստեղ։ Դե հա ճիշտ ես ասում։ Ուղղակի ես Առնոյի վրա այնքան բարկացած եմ։ Համաձայն եմ։ Անհաջող կերպար է։ Լավ, արի գրկեմ, քեզ շատ էի կարոտել։ Էլ Այս դիվան հորինողին պետք է մի հատ հոբելյար մրցանակ տալ։ Առնո, մի հատ կգաս։ Մամ, լավ էլի վրես հալ չկա։ Առնո։ Տեղ չգնաս հեսա կգամ փամփլիկս։ Մամ, ինչ կա։ Բա ուր էիր։ Դպրոցում։ Հաստատ։ Հա, Ու ինչ էիր անում։ սպորտզալի գույքն էի կրում։ Դասատուն պատժել էր։ Չէ, ուղակի։ Որպես բարի կամքի դրսևորում։ Միջև դու հաջորդ սուտը կհորինես, ես ասեմ, որ ես քեզ տեսել եմ։ Որտեղ ես տեսել։ Մեր հին խանութի մոտ։ Ու մենակ չէիր։ Ինչ էի անում։ Ինչ էիք անում։ Ում հետ էինք ինչ անում։ Առնո, ես քո մաման եմ։ Ու եթե ուզում ես, կարող ես ինձ հետ կիսվել։ Ինչով կեսվեմ, այ մամ։ Որ ես քեզ երեք ասեցի քո ու Գիսանեի մեջ ինչ-որ բան կա։ Ինչի ասեցիր, չէ։ Որովհետև մեր միջև ոչ մի բան չկա։ Բայց ես ձեզ տեսել եմ գրկախառնված, ինչի ես ինձ հակառակը ապացուցում։ Այ մամ ջան, բայց տես բան չի եղել։ Հիմա ես իմ տեսածին հավատամ, թե քո ասածին։ Հա, հասկացա ինչ ա եղել։ Հետ ես չէի։ Ո՞վ էր։ Ո՞վ որ էր։ Ու ինքը իր հալը կտեսնի։ Այս տարածքը սարքել ես գրկախառնությունների կենտրոն։ Բայց նման կենտրոն գոյություն չունի։ Հանի անգամ քեզ ասել ես դուրը փակ պահեք։ Վերջապես, կասես ինչ է պատահել։ Պատահել է, որ մաման ինձ ու Գիսանեին, ավելի ճիշտ քեզ ու Գիսանեին, տեսել է իրար հետ գրկախառնված։ Բայց դա բարձրապես գրկախառնություն էր, ընկերական։ Լովիկ, դու հայ մամաներին չգիտես, իրանց այդքան է հերիք է, որ հարսանիքի հյուրերի ցուցակը կազմեն։ Լավ, սրանից հետո կլինեմ ավելի զգուշ։ Իսկ Գիսանեն ինչի էր եկել, չլինի ինձ էր ուզում տեսնել։ Ոչ, ինձ։ Նա հատուկ էր այդպիսի ժամանակ ընտրել, որ քեզ չտեսներ։ Վաղը Գիսանեին կասես, որ բոլոր վիդեոները ջնջել եմ ես։ Ու դու այստեղ ինչքան ուզում ես կարաս մնաս, առանց որևէ նախապայմանի։ Ախ դու տերեփուկ։ Սպենսի բառները, հիմա էլ ուզում ես մաման այլ մոլորակայինի հետ ինձ ամուսնացնել։ Լավ, հասկացա։